Աստաբանը թե ես։ Դե, մի անգամից դուք մի երկու բառով ասեք արդյոք այն տրամադրությունները, որոնք պատրաստ եք արդեն, որոնք այդ տեսանյութում հնչել էին, ինչեւ հիմա դուք այդ տեսակետները կիսում եք։ Ցավոք սրտի ասեմ հետեւյալը, որ դա եղել է մոտ 5 տարի առաջ եւ այնտեղ դեռևս Արցախը ամբողջությամբ հանձնված չի։ Հիմա որ լսում եմ հետին հայացքով եւ ասում եմ, որ եթե ԱՄՆ Արցախը ամբողջությամբ կտա, այսինքն ինձ բռնացնում եմ այն հանգամանքի վրա, որ ինչ գուշակություն անում եմ, կատարվում է եւ պիտի աշխատեմ սրանից հետո տենց գուշակություններ կամ վերլուծություններ կամ ապագայի կանխատեսումներ չանել, որտեվ փաստորեն հիմա հետին հայացքով որ նայում ես, այն ինչ որ ասել ես, այսօր արդեն կատարված փաստի առաջ են կանգնած եւ ընդամենը 3 ազգային ժողովում նորից տեսանք, թե ինչ վիճակում հայտնվեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու սա դեռ շարունակում է, դա է մեծագույն ողբերգությունը, թե չէ մնացածը ինչ որ ասել եմ ցավոք սրտի ես ընդեղ իհարկե ասում եմ, որ որոշ ընկերներիս նկատմամբ ես շատ սուր բաներ եմ ասել ժամանակին, որպեսզի այդ մարդիկ սթափվեն, հասկանան, որ այդ մարդու հետ ցանկացած համագործակցությունը դա կործանարար է։ Այդ առումով բնականաբար այդ ընկերներից նկատմամբ իմ վերաբերմունքը միշտ նույնն է եղել, ես այդ մարդկանց դեմ անձամբ որևէ բան չունեմ, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, բայց նույնպես եմ կրկնում, ես ընդեղ էլ ասում, ես չգիտեի, որ այդ միտքը ընդեղ արտաբերել եմ, որ ես ընկերներից նկատմամբ սուր արտահայտություններ եմ անում, սուր քննադատության եմ ենթարկում, որ իրանց ուշադրությունը ավելի սրեն, որ իրանք կարողանան հասկանալ, թե ում հետ գործ ունեն եւ ուղղակի այդ մարդու հետ դադարեն որևէ առնչություն ունենալուց։ Ուզում եմ ձեզ հարցնել դատավորության այս փուլից ինչ ակնկալիքներ ունեք, արդյոք ըստ կարգի ըստ կանոնների է շարժվում դատարանը, անամենտ որ գործ ունենք երիտասարդ դատավորի հետ։ Չէ, երիտասարդ դատավոր է, բայց երևում է, որ պրոֆեսիոնալ է։ Չեմ կարող կանխակալ հիմա վերաբերմունք հայտնել, որովհետև չեմ տեսել դատավարական կոպիտ խախտումներ։ Տեսել եմ հակառակը, որ պահպանում է մրցակցության սկզբունքը, այսինքն հրապարակվում են բոլոր ապացույցները։ Եվ հատկապես վկաների շեշտադրման մասով պետք է հասկանանք, որ ի տարբերություն մյուս դատարանի չի խորշում օրինակ Սամվել Բաբայանին դատակոչելու հետ կապված, Քյարամյանի հետ կապված, այսինքն դատակոչվածները բոլորը պարտադիր պետք է ներկայանան։ Դա ինձ համար սկզբունքային առումով շատ կարևոր է։ Կներկայանան։ Այ կներկայանան թե չէ կհասկանանք, բայց չենք մոռանում, չէ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են։ Հիմա արդեն քննչական կոմիտեի նախագահ չի, վկա Քյարամյանը բերման կենթարկվի։ Պարոն Իսակուլյանը խոսեց 3 վարչապետի ԱԺ-ում ելույթի մասին, որքանով եք, կուզեմ երկուստ էլ պատասխանեք, որքանով եք համարժեք համարում 3 նախագահների գրասենյակների պատասխանները Նիկոլ Փաշինյանի այսպիսի արտահայտություններին, ձեզ պատերով կտամ, այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կբերեմ, ոտի տակ կտամ, վեր ընկեք տեղները, ձեներդ կտրեք նմանատիպ արտահայտությունների։ Դե ամեն ինչ սպասելի է Նիկոլ Փաշինյանից, որ այդպես արտահայտություններ կանի, գիտեք, այն որ գրասենյակները պատասխանեցին, պատասխանները շատ հստակ էին, ներողություն եմ խնդրում, որևէ մեկին առավելություն չեմ տալի, բայց երրորդ նախագահի պատասխանը, որ շրիշակից ավելի ցածր մարդկանց հետ ոչ բանակցում են, առավել ևս ոչ էլ բանավիճում են ինչ-որ խնդրի հետ կապված, նրանց ուղղակի արհամարհում են, շատ տեղիներ եւ գիտեք, ես ուրիշ մի բանից էլ եմ վախենում, այսօր իմ, ասում է, պահապան հրեշտակը Աննայի հետ առավոտյան բնականաբար դատի խնդրով պայմանավորենք, որ ոնց գանք դատարան, այնտեղ քննարկեցինք նաև այդ հարցը, որ այդ ուղղված չէր այնքան հայ ժողովրդին ու 3 նախագահներին, որքան դաբրո էր տալիս Ալիևին, որ ընդեղ են 3 նախագահների մարմինները փրթոտել, որ ինքը թույլ չի տա, որ այդ մարդիկ երբևէ Հայաստան գան, մաս-մաս կտրտելու է։ Նաև այդ կարող է ունենալ այդ ենթատեքստը, գիտեք, որտեղ այստեղ այդ կատաղությունը եւ նաև չի բացառվում, որ ակնարկեր Ալիևին, որ եթե դու լավ պահանջես, այս 3-ին էլ կհանձնեմ քեզ, որպեսզի դու տեղ դատես, որտեղ այստեղ արդեն իմ ներվերը սղոցում են։ Այն որ ասվել իբրև թե ժողովրդի ներվերը, չէ, ժողովրդի հետ կապ չունի։ Խոսքը իր ներվերի մասին է եւ ես կարծում եմ, որ դրա տակ, այդ տողերի տակ, այդ վտանգը կա, որ այն 3-ին պահի հետ նեղել են 3 նախագահ, չէ։ Այս 3-ին էլ նույնիսկ ես զարմանում եմ, որ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանն է պատրաստ հանձնել, էլի, որտեվ առաջի պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Իսկ այդ ակնարկներ իր խոսքի մեջ կար, հենց որ
ես կարծում եմ, որ այս մարդը շատ հեռուն գնացող դեռ նպատակներ ունի Հայաստանը վերջնականապես ոչնչացնելու եւ բոլորին Ադրբեջանին սկուտերի վրա մատուցելու առումով։ Ես մի ուշադրություն եմ ուզում սևեռեմ մեր իրավապահ համակարգի։ Քննիչները պարբերաբար ասում եմ, ընդդիմանում են Փաշինյանին։ Հիմա եթե Իսագուլյանն ասում է պատերազմը նախապես ծրագրած է եղել։ Քննիչները պատշաճ քննություն չեն կատարում, ասում են սուտ մատնություն է սա արել։ Փաշինյանը ազգային ժողովից ասում է պատերազմը միանշանակ պետք է լիներ, մտածածիներ, ավելին ասում է կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմանը այլընտրանք չկար։ Հիմա հարգելի իրավապահ համակարգ, մի հատ կողմնորոշվեք։ Իսագուլյանն է սուտ մատություն անում, թե դուք պարտավոր եք Փաշինյանին նախաքննությամբ հրավիրել եւ հարցաքննել։ Չէր բացառվում, չէ, որ եթե գործ հարուցեիք, կանչեիք Փաշինյանին, Փաշինյանը ձերս բոլոր հարցերի պատասխանը հենց նույնությամբ տար։ Եվ այսօր սուտ մատնության դրվագ չունենայինք։ Այո, այդ թվում նաև բռնության կոչ չի ասել, որ ձեր քաղաքական դիակները ընդեղից կբերեն։ Ենթատեքստով, ոչ ենթատեքստով, այսինքն գերիների հետ կապված, թե ստեղ քաղաքական դիակներ, բոլոր դեպքերում բռնության կոչեր է հնչում, կամ չի հնչում ու դա տարածելի է բոլոր քաղաքացիների վրա։ Այդ թվում Իսագուլյանի, այդ թվում մնացած այն բոլոր քաղաքացիները եւ ընդդիմադիր խոսացող անձինք, որոնք քաղաքական հայտարարություններ են անում։ Բա այս ամբողջը տեսնում է, չէ, Եվրոպան, իրենց սիրելի Եվրոպան։ Բա մենք արձանագրում ենք այս ամեն ինչը եւ ուղարկելու ենք Եվրոպական դատարան։ Սրա մասին թող շատ լուրջ դատավորները մտածեն, որովհետեւ ցանկացած երիտասարդ դատավոր պետք է իմանա, որ 2-3 տարի հետո Եվրոպական դատարանի բավարարված գանգատը հիմք է, որ իր վերաբերյալ լինի վարույթ։ Ինչով փայլում է այս իշխանությունը, չէ, Արդարադատության նախարարությունը քնում զարթնում է դատավորների վրա վարույթ հարուցելու հենց կամահայտնությամբ։ Շնորհակալ